Արցունքները խեղդում են, հոր կարոտից է արտասվում 9-ամյա Գագիկը։ Ցավն ու վիշտը այնքան խորն են ներթափանցել երեխայի հոգին, որ ամեն անգամ հոր անունը լսելիս հուզվում ու բառերից զրկվում է։ Այսօրվա պես է հիշում կորստի ծանր օրը։ Հենց այդ օրվանից ժամանակը կանգ առավ։ Դու պապային ես կարոտում։ Հա? Մեր կյանքը գլխի բարձր եկավ այն օրվանից, երբ որ իմացանք մեր տան լույսը հիվանդ է արդեն 5 տարի ապրելուց հետո հոկտեմբերի 19-ին իր մահը գրանցվեց։ Ընտանիքի հոր Աշոտի սիրտն է հիվանդ եղել։ Նա տևական ժամանակ գանգատվել է որովայնի հատվածում զգացվող սուր ցավերից։ Դիմել է բժշկի, պարզվել է վիրահատության կարիք կա։ Մի քանի տեղ տարանք, ստուգեցինք, ասեցին պետքա տանեք աստրիկ կենտրոն, բժշկական կենտրոնում։ Այնտեղ ի հայտ եկավ, որ սրտի լուրջ խնդիր ունի, պետքա ապարատ տեղադրեն։ Ապարատը դրելուց հետո համարյա գրեթե ամեն ամիս պարկում էր հիվանդանոց 10 օր, 15 օր ու 5 տարի դեն շարունակ դեղերով ապրել։ Ամուսնու մահվան ցավը մինչև այսօր չի հաղթահարում կինը։ Ասում է, սարսափելի դժվար է համակերպվել մի մարդու բացակայության հետ, ով բառացիորեն ընտանիքի սյունն էր։ Ամենադժվարն այն է, որ ժամանակի հետ կորստի ցավը միայն ավելի սաստկանում է։ Այսօր ես մենակ եմ։ Իմ կողինը իմ հետ չի, էլի ես դրանից շատ եմ ընկճվում, ոնց որ կյանքը իմ առաջ կանգնած լինի։ Թանկ բան է քեզ համար։ Ինչի՞ ես որոշել օրինակ այդ խաչը պատրաստել։ Իմ պապայի մայից հետո եմ ես պատրաստել։ Ես էսի կախեցի, որ իմ բոլոր երազանքները իրականություն դառնան։ Մերին պատմում է, որ երեխաները անսահման սիրել են հորը, կապված են եղել նրա հետ։ Հոր վաղաժամ կորուստը խորը հետք է թողել 4 երեխաների սրտում։ Ընդամենը հայրիկի անունն է տալիս ու երեխաների հայացքները քարանում են, ցավը կրկին գլուխ է բարձրացնում ու պապանձում նրանց։ 5 տարեկան այս պայծառ ու լուսավոր աղջնակն օրինակ երազում է մեծանալ ու բժիշկ դառնալ, որ մի օր կարողանա բուժել հայրիկի պես հիվանդներին։ Ես գնում եմ իմ պապայի մոտ շիպինի վրա խոսում եմ իր հետ։ Ինչ ես պապային ասում։ Ասում եմ, որ դու ապրես, որ ձիլիքը բադեր էիր բերը։ Տան ամեն անկյունը ընտանիքի հորն է հիշեցնում, ամենուր նրա նկարներն են, ձեռքի աշխատանքները։ Այս անկյունը ես ու հայրս ենք սարքել, որպեսզի հաճախ բոլորը սաղոթենք, այս խաչերը սարքել ենք փայտերից, ես ու հայրս, եւ սրբապատկերները գնել։ Չնայած դեպքից ընդամենը 1 տարի է անցել, բայց վերքը դեռ մռմռում է, երեխաները խեղդվում են կարոտից։ Ես իմ մամայի բարի հետ մենք գերեզմաներ, իմ պապայի քարի մոտ իր հետ խոսում եմ։ Քրոջը եղբայրներին ոնց ես մխիթարում։ Ես փորձում եմ իրենց խաղացնել, որպեսզի մոռանան այդ մասին։ Ինքը նվիրված հայր ա եղել, նվիրված ամուսին ա եղել, նվիրված ընտանիք ա եղել։ Գնահատել է իր ունեցածը, երբեք ինքը չի ընկճվել իր հիվանդությունից։ Միշտ ասել է Աստված մեր հետ ա լինելու, լավ ա լինելու։ Ինքը իր երեխաներին կարողացել է ճիշտ դասիրակել, ինչքանով որ կարողացել է։ Հիմա իմ երեխաները, որ ասենց խելացի են, շնորհքով են իր շնորհիվա։ Ուզում եմ ասեմ իմ պապային, որ ինքը իմ համար շատ կարևոր է։ Կոտայքի մարզի Պրոշյան գյուղում բնակվող Մալխասյանների ընտանիքը այս համեստ բնակարանը 5 տարի առաջ է ձեռք բերել։ Ամուսինները թևութիկունք են եղել միմյանց, աշխատել են, որ երեխաները բարեկեցիկ կյանք ունենան։ Եվ չնայած տանիք ունեն իրենց գլխին, բայց վերանորոգումը կիսատ է, սենյակները մութ ու խոնավ։ Երեխաները զրկված են ամենատարրական պայմաններից, մահճակալները կոտրված են, տանիքից կաթում է, դե իսկ սանհանգույցն էլ ահա պատկերը։ Ամուսինս ինչքան հնարավոր է սարքել է, բայց ունի վերանորոգման կարիք, կիսատ մնացը։ Պատվախնդիր են տղաները, հոր կիսատ թողածն իրենց պարտքն են համարում ավարտին հասցնել։ Մայրիկին խոստացել են, աչքերը թաց չեն թողնի։ Ես որ մեծանամ, իմ հայրիկին ինչ բաց թողել է սարքի, ես կսարքեմ։ Ձեր տան մեջ ինչ խնդիրներ կան, օրինակ դու ինչ առաջինը կփոխեիր, կասես։ Ես
կուզեի, որ մեր այս պաթոլոգը փոխենք, որ անձրևը չկաթարստի։ Աշխատել եմ, բերել եմ, ինքն էլ է աշխատել, երբեք չենք ընկճել ներս այդ վատ պայմաններից, հաղթահարել ենք ամեն ինչ։ Մերին միայնակ է մեծացնում 4 երեխաներին, նպաստով են ապրում ու քանի որ նրանց միակ խնամակալն է, չի աշխատում։ Այս դժվար օրերին հասցրել է նաև պարտքեր կուտակել։ Ձեր ծնողները օգնում են, որքան կարողանում են, բայց արժանապատիվ այս կինը մեծ բան չի խնդրում։ Ուզում է հարմար աշխատանք գտնելու իր ընտանիքի հոգսերը սեփական ուժերով հոգալ։ Ցանկանամ աշխատել, որ կարողանամ երեխեքին գոնե մի չնչին բանով ուրախացնեմ, ապահովել իրանց։ Երեխաները մանկապարտեզ են հաճախ մեծերն է դպրոց են գնում։ Այդ հատվածում կարամ գոնե ինչ թեկուզ մաքրության գործելի լինի գնամ աշխատել։ Ես աշխատանքից երբեք չեմ անջել։ Խնդրում եմ, ասա, ինչ կուզես, որ մենք կարողանանք մամայի համար այս բանը։ Ես կուզեի իր համար անել, որ ինքը բրծնի մեր պարտքերից։ Դուք շատ պարտքեր ունեք։ Այս համեստ կինը, որ իր երեխաների համար եւ հայր է եւ մայր, չի էլ տրտնջում, ընտանիքի հոգսը իր փխրուն ուսերին պատվով է կրում։ Մալխասյաններն ամեն աստծո օր են պայքարում ու փորձում վերակառուցել այն փշրված աշխարհը, որից հանկարծակի հեռացել է իրենց ամենաթանկը։ Դառնահամ օրերը երեխաներին չեն կոտրում, մոր ոգին է առաջ մղում, հոր կարոտի արցունքները խեղդելով։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։